Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական և կանխատեսող թողարկումը պարզապես փոթորկելու է ձեր երևակայությունը։ Սերիալում հատվել են բոլոր հնարավոր կարմիր գծերը, և այն գաղտնիքներն ու որոշումները, որոնք այսօր կկայացվեն, անդառնալիորեն կփոխեն մեր հերոսների ողջ ճակատագիրը։ Պատրաստվեք, քանի որ էկրաններին իսկական հոգեբանական և ֆիզիկական պատերազմ է սկսվում։ Ամեն ինչ սկսվում է Սարիկի և Նարեի խոսակցությունից, որտեղ Սարիկն իմանում է ամենապայթյունավտանգ լուրը՝ Լեան ու Լեոն փախել են միասին։ Լավ ճանաչելով Հունանի գազանային բնավորությունը, Սարիկը հասկանում է, որ Լեոյի կյանքն ու առողջությունը մահացու վտանգի տակ են։ Մոռանալով բոլոր նախկին վիրավորանքները, նա անմիջապես զանգահարում է Դավիթին, առաջարկում իր օգնությունն ու փորձում հասկանալ իրավիճակը։ Սակայն Դավիթի կույր էգոն կրկին հաղթում է բանականությանը։ Նա մեծամտորեն մերժում է ընկերոջը, հայտարարելով, որ ինքն է Լեոյի արյունակից եղբայրը, հետևաբար իրենք ոչ մեկի օգնության կարիքը չունեն, և կոպտորեն անջատում է հեռախոսը։ Այս քայլով Դավիթը վերջնականապես մենակ է թողնում Սարգսյաններին մոտեցող փոթորկի դիմաց։ Իսկ մինչ Դավիթը վանում է դաշնակիցներին, Լեան ապրում է իսկական մղձավանջ։ Նա ծայրաստիճան լարված է և անընդհատ կրկնում է Լեոյին, որ իր հայրն այս ամենն անպատասխան չի թողնի։ Լեան խուճապահար սպասում է ամենավատին, բայց այս անգամ սցենարը փոխվում է։ Լեոն այլևս թույլ չի տալիս նրան հանձնվել, վախենալ ու փախչել հետ դեպի հոր վանդակը։ Նա ստիպում է Լեային հավատալ իրենց սիրուն։ Մակունցների առանձնատանը իրավիճակը նույնպես դուրս է եկել վերահսկողությունից։ Հունանն ու Գրիշոն, քննարկելով ստեղծված քաոսը, բախվում են նոր ճգնաժամի։ Հունանը կտրուկ ու անզիջում պահանջ է դնում Գրիշոյի առաջ՝ անհապաղ բաժանվել Մանանից։ Իննան այս որոշումից պարզապես շոկի մեջ է հայտնվում, բայց ամենասարսափելին դեռ առջևում է։ Մանանը, ով արդեն գիտի իր հոր իրական մարդասպանի անունը, հաջորդ առավոտյան հանդիպման է կանչում Գրիշոյին։ Գրիշոն լիովին կտրված իրականությունից ոգևորված գալիս է, կարծելով, թե կինը որոշել է իրեն ներել։ Սակայն հանդիպման առաջին իսկ վայրկյանին Մանանը հասցնում է երկու ծանր ճակատագրական ապտակ։ Երբ Գրիշոն փորձում է ագրեսիվանալ և սպառնալ, Մանանը սառնասրտորեն հայտարարում է, որ ինքը դեռ չափազանց քաղաքավարի է խոսում իր հորը սպանողի լակոտի հետ։ Այս բառերը Գրիշոյի համար դառնում են մահավճիռ։ Նա քարանում է, հասկանալով, որ Մանանը գիտի ամեն ինչ, և սա նրանց հարաբերությունների վերջնական կործանումն է։ Ավելին, Մանանը վստահ լինելով, որ Լեան նույնպես իմացել է այս գաղտնիքը, երդվում է, որ թույլ չի տա իր եղբորը լինել մարդասպանի իրենց հորը սպանողի դստեր հետ։ Բայց քանի դեռ Մանանը երդվում էր բաժանել նրանց, Լեոյի և Լեայի միջև տեղի է ունենում այն, ինչից Հունանն ամենաշատն էր սարսափում։ Նրանց սերը հասնում է իր գագաթնակետին։ Առավոտյան Լեոն անակնկալի է բերում Լեային, տանելով նրան մատուռ։ Այնտեղ, Աստծո առաջ, նրանք գաղտնի պսակադրվում են և քաղաք են վերադառնում արդեն որպես օրինական ամուսիններ, շոկի ենթարկելով բոլորին։ Սակայն այս երջանկությունը շատ կարճ է տևում, վերադառնալուն պես Լեոն բախվում է դաժան իրականությանը։ Հունանը, չկարողանալով գտնել դստերը, իր ողջ մաղձն ու կատաղությունը թափել է Դավիթի վրա, դաժան ծեծի ենթարկելով նրան։ Տեսնելով եղբորն արուն-լվա վիճակում, Լեոյի աչքերը մթնում են։ Նա անմիջապես շրջվում և գնում է ուղիղ Հունանի որջը, նրանից վերջնական պատասխան պահանջելու։ Իսկ դուք ինչ եք կարծում, երբ Լեոն և Հունանը վերջապես կանգնեն իրար դեմ, արդյոք Լեոն կկարողանա զսպել իրեն և մարդասպան չդառնալ հանուն Լեայի, թե այս բախումը կավարտվի անդառնալի ողբերգությամբ։ Կիսվեք ձեր վարկածներով մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։